ԱՄՆ-Իրան լարվածությունը նոր փուլ է մտնում։ Թրամփը խոսում է հրադադարի մասին, Իրանը հաղթանակից։ Ով է իրականում շահել այս դիմակայությունից եւ ինչ զարգացումներ են սպասվում առաջիկայում։ Թեմայի շուրջ զրուցում ենք իրանական հարցերով փորձագետ Արամ Շահնազարյանի հետ։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Եվ այսպես վերջին հայտարարությունները շատ հակասական են եւ Թրամփը խոսում է հրադադարի մասին, Իրանը տոնում է հաղթանակը։ Իրականում որքանով էր այս սցենարը բավարարում Միացյալ Նահանգներին, Թրամփին։ Պատերազմի սկզբից ի վեր, երբ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարեց եւ ինչպես նաեւ Իսրայելի վարչապետը, որ պատերազմը տևելու է ընդամենը 4 օր եւ նպատակները սահմանեցին, դա Իրանի քաղաքական համակարգի փոփոխություններ, դա այն որ հասնեն այն կետին, որ վերջնականապես Իրանը հրաժարվի ուրանի հարստացումից եւ այդ 400 կիլոգրամ հարստացված ուրանը հանձնի, Իրանը համաձայնվի առնվազն խիստ սահմանափակել իր հրթիռային ծրագիրը, եթե ոչ դա ամբողջովին չեզոքացնել, վերացնել եւ այնինչ որ ես հենց ձեր եթերում առիթ եմ ունեցել նշելու, որ հայտարարում էր անընդհատ մանավանդ իսրայելական կողմը վերջին 1-1.5 տարվա ընթացքում հասնել Իրանի որպես պետական միավորման կազմաքանդմանը։ Պատերազմը տևեց 40 օր, այդ նպատակներից ոչ մեկը չիրականացվեց։ Ընդհակառակը պատերազմի ընթացքում բոլոր հենց արևմտյան փորձագետները հուշում էին այն մասին, որ Իրանն է թելադրում գործողությունների ընթացքը։ Իրանն է, որ մշակել է հստակ ռազմավարություն այս պատերազմի համար եւ 39 օր շարունակ դա տևեց։ Հարվածները, որոնք հասցվել են Իսրայելին, հարվածները, որ հասցվել են ամերիկյան ենթակառուցվածքներին, ռազմական բազաներին, այս տարածաշրջանում այն ենթակառուցվածքները էներգետիկ, որոնք ամերիկան Միացյալ Նահանգները մասնակից է դրանում, ունի իր փայաբաժինը դրանցում եւ մանավանդ ամենակարևորը Հորմուզի նեղուցի հարցը, որը փակվեց վերջնականապես, ինչքան էլ Միացյալ Նահանգները ասաց, որ չի փակվելու, ինչքան էլ Թրամփը սպառնաց այդ մասին, այդ բոլորը տեղի ունեցավ։ Փակվեց, մնաց Իրանի կամքին։ Այս բոլորից ելնելով եւ նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ատլանտյան դաշինքում հիմա մենք ճեղքված ենք տեսնում, լուրջ ճեղք կա, լուրջ խնդիր կա Ատլանտյան դաշինքում Թրամփի եւ իր արևմտյան նատոական դաշնակիցների միջև, կարելի է եզրակացնել, որ սա շատ լուրջ հաջողություն էր, եթե անգամ խուսափել հաղթանակ բառը շեշտելուց, ես համարում եմ հաղթանակ Իրանի համար, սա շատ լուրջ ձախողում էր Միացյալ Նահանգների համար եւ նաեւ հաշվի առնենք մի շատ կարեւոր հանգամանք, որ առնվազն երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, եթե չգնանք դեռ ավելի հետ, ի վեր չի եղել մի ինչ-որ դեպք, երբ Միացյալ Նահանգները ներգրաված է լինում ուղղակի կամ անուղղակի ռազմական գործողություններում եւ դիմացի կողմն է այդ պայմանները, որով պետք է նստի բանակցությունների սեղանին, պարտադրում, հրամցնում։ Տեսեք, դուք ասացիք, որ Միացյալ Նահանգները իր հիմնական 3 կարևոր հարցերը չկարողացավ լուծել։ Ձախողեց ըստ էության։ Հիմա պատրաստ են նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Ըստ էության կարող ենք ասել, որ Թրամփը այս կերպ խուսափում է ավելի խայտառակ Երևանից։ Միանշանակորեն այդպիսին է, որովհետև այս խնդիրներից բացի գիտեն բոլորս, որ Թրամփը ունի նաև ներքին հարցեր իր ռեյտինգի հետ կապված, գալիք ընտրությունների հետ կապված, այն աժիոտաժը, որ սկսվել է մանավանդ դեմոկրատների կողմից եւ որոշ հանրապետականներ եւս այդ մասին արդեն ուղղակի կամ անուղղակի խոսում են, որ պետք է գործի դրվի 25-րդ հավելվածը Միացյալ Նահանգների սահմանադրության, որը ենթադրում է impeachment հանրապետության նախագահի նկատմամբ, այս բոլորը եւ ստեղծված իրավիճակը այնպիսին էր, որը Թրամփը ելք էր գտնում դրանից դուրս գալու։ Սա իրականում իրապես վերածվում էր այն ինչի, որ ռազմական փորձագետներն էին նշում Վիետնամ 2։ Մանավանդ եթե խոսքը գնար ցամաքային գործողությունների մասին, մի ձախողած փորձը արդեն սպահանում ունեին մի 2 օր առաջ նախքան հրադադարը, եւ Թրամփը փորձում էր ինչ որ կերպ պատվով դուրս գալ այս ամեն ինչից, որովհետև գիտենք բոլորս իր նարցիսիզմից ելնելով նա չի ընդունում պարտություններ, նա չի ընդունում անգամ
ոչ հաղթանակ, ոչ պարտություն տարբերակը ես ամենան եմ։ Այդ իր տարբերակն է։ Ուրեմն պիտի մի կերպ դուրս գար։ Այս հրադադարը այդ առումով ինչ որտեղ փրկողակ է շահեկաներ իր համար։ Ինչու Թրամփը վերջին պահին հրաժարվեց, ինչպես ինքն էր հայտարարում, մի ամբողջ քաղաքակրթության ոչնչացումից։ Ինչը հետ պահեց Թրամփին այդ քայլին գնալուց։ Սկսեմ այնտեղից, որ նախ անձամբ ես բոլորն են նշում պրակտիկայում միջազգային հարաբերությունների վերջին 40-50 տարվա ընթացքում չի եղել որևէ նախագահ որևէ երկրի, այդ թվում Միացյալ Նահանգների, որը խոսի քաղաքակրթություն վերացնելու։ Սա հավասարազոր է պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների։ Դա անընդունելի էր մեկ ողջ աշխարհի համար։ Արձագանքը, որ եղավ թե Միացյալ Նահանգներում, թե միջազգային հանրությունում, դա փաստում էր։ Եվ սա լուրջ խնդիր էր կարող ստեղծել ոչ միայն անձամբ նախագահ Թրամփի, այլ ամերիկյան վարչակազմի, ամերիկյան համակարգի համար։ Երկրորդ կարևոր խնդիրը, որ կար, նպատակը որն էր, նման սպառնալիքով Իրանին ստիպել այդ 15 կետերով, որը Միացյալ Նահանգներն էր առաջադրել նախորդին, նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Երբ Իրանը արձագանքեց, որ նման բան տեղի չի ունենալու, ընդհակառակը ասիմետրիկ հարվածները շատ ավելի են հզորանալու, եւ նաեւ իրանական հասարակությունը չկոտրվեց դրանից, սկսեցին այդ մարդկային շղթաները կամուրջներում, ենթակառուցվածքների շուրջ, դրանք բոլորը ստիպեցին նախագահ Թրամփին հրաժարվել։ Դուք պատկերացրեք, մարդկային շղթա է ստեղծվել, մարդիկ կամուրջների վրա են ու դու ռմբակոծես։ Տպավորիչ տեսարան էր, երբ մարդիկ հավաքվում էին ատոմակայանի կողքը եւ ոչ ոք չէր հեռանում։ Փորձ արվեց ներկայացնել, որ սա ստիպողաբար է, բայց 40 օրերի պատերազմի ընթացքում, երբ մարդիկ փողոցում էին, ամբողջ 40 օր, եւ դեռ շարունակում են մնալ փողոցում, հայտարարեն կմնա, դա ապացուցում է, որ չես կարող։ Միասնականության մասին։ Հիմա ամսի 10-ին նախանշված բանակցությունները ինչ հարցերի շուրջ են ընթանալու։ Հնարավոր է, որ բանակցությունները ընթանան գաղտնի, պարզապես չեմ ցանկանում հրապարակել այդ մասին։ Մենք պետք է նախ փաստենք մի իրողություն։ Այս զինադադարը, հրադադարը չափազանց հարաբերական եւ փխրուն է։ Ամեն վարքյան կարող է չեղարկվել։ Երկրորդ կարևոր խնդիրը, որ կա, տեսեք, Պակիստանի արտգործնախարարը, որը Պակիստանի միջնորդն է, միջնորդ կողմը հայտարարեց այդ 10 կետերը, որոնք ամբողջովին համընկնում էին այն ինչի հետ, որ Իրանն էր հայտարարել պաշտոնապես նախորդին, ես այս 10 կետերով մտնելու են բանակցությունների, պատերազմական գործողությունների վերջնական դադարեցում, ընդ որում ողջ տարածաշրջանում, այսինքն Իրանի պրոքսի ուժերի դեմ, ոչ միայն Լիբանան, այլ նաև Իրաք, Եմեն եւ ուրանի հարստացման իրավունքի ճանաչումը Իրանի, հրթիռային հարցը հանվում է այդ ամեն ինչից, Հորմուզի նեղուցի իրավական կարգավիճակի շուրջ պետք է բանակցություններ գրան եւ Թուրքերի հարցը։ Այո, Թուրքերի հարցը, սրանք կարևոր կետերն էին։ Միացյալ Նահանգների նախագահը եւս իր առաջին սոցիալական ցանցերում գրառումը, որ առեց, նույնությամբ կրկնեց դա։ Եթե հիշեք, նույնությամբ կրկնեց, որ այո, այս կետերի շուրջ, Իրանի ներկայացրած 10 կետերի շուրջ մենք նստելու ենք բանակցությունների։ Սա լուրջ խնդիրներ է ստեղծել ամերիկյան վարչակազմի համար, որովհետև այս կերպ նրանք չեն կարող այդ հաղթանակի իմիտացիան ստեղծել։ Սա այս պատերազմական գործողությունները, որոնք իրականում ոչ մի արդյունք էլ չունեցան, բացի կորուստներ ծախսել ամերիկյան հեղինակության անկումը ամբողջ միջազգային հանրության մոտ, սա հրամցնել իրենց հասարակությանը որպես հաղթանակ։ Փոխնախագահը երեք փորձեց, որ սրբագրել այդ ամեն ինչը, ոչ այս կետերով չի, Լիբանանը ներառված չի, միջուկային հարցը ներառված չէ եւ մյուս կողմից կա մի կարևոր գործոն, դա իսրայելական գործոնն է։ Բոլորը գիտեն եւ բոլոր փորձագետները նշում էին, որ Թրամփի այս վարչակազմը բացառիկ հնարավորություն է Նեթանյահուի համար, իսրայելական վարչակազմի համար, որ այն ծրագրերը, որը ունի Իրանի հետ կապված, իրականացնելու հրադադարի ռեժիմը եւ նաեւ այն պայմանները, որոնք պետք է բանակցվեին այս բանակցությունների ընթացքում, դրանք տրամագծորեն հակասում էին իսրայելական նպատակներին եւ իսրայելական շահերին։ Այս բոլորը խնդիրներ են ստեղծել, Իսրայելը շարունակում է գործողությունները Լիբանանում, լարկ
կղզին հարվածի ենթարկվեց, ԱԹՍ-ները եկան եւ այդ իսկ պատճառով էլ պարոն Ղալիբաֆը, Իրանի խորհրդարանի նախագահ, հայտարարեց, որ 3 կետ խախտվել է եւ մենք չենք կարող շարունակել։ Սա ամբողջ իրողությունն է այս բանակցությունների հետ կապված։ Միացյալ Նահանգներին, ինչպես նշեցի, անհրաժեշտ է, որպեսզի սա ներկայացնի հրամցնի թե միջազգային հանրության, թե մանավանդ ներքին լսարանին որպես հաղթանակ։ Դուք հիշատակեցիք J.D. Vance-ին, նա նախորդին հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է շատ բան առաջարկել Իրանին, եթե Թեհրանը զիջումների գնա, հատկապես միջուկային ծրագրի հարցում։ Սա արդյոք նշանակում է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է որոշակի զիջումների, թե ընդհակառակը պատրաստվում է առավելագույն ճնշում գործադրել նաև այս բանակցություններին։ Առավելագույն ճնշումը ես չեմ պատկերացնում, որ այս պատերազմից հետո պատերազմի ընթացքը, ռմբակոծությունները, որոնք տեղի ունեցան, պետական գործիչների տերորը, որը տեղի ունեցավ, այն սպառնալիքը քաղաքակրթություն վերացնելու սպառնալիքից ավելի բարձր, դա կարող է լինել միայն երևի թե միջուկային հարվածը, ավելի բարձր ճնշում գործադրելը։ Այս ճնշումները արդյունք չեն տվել։ Պատերազմն էլ եթե վերսկսվի, կրկին արդյունք չի տալու։ Միացյալ Նահանգները փորձում է, այո, այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի, ինչպես նշեցի, ինքն էլ շահած դուրս գա, առնվազն ֆուտբոլային տերմինով ասած ոչ ոքի, բայց կոմպրոմիսի է գնում։ Կոմպրոմիսի ինչ որտեղ կարելի է ենթադրել, ես չեմ կարող Վենսի հայտարարությունը մեկնաբանել իրականության մեջ, թե ինչ է թաքնված դրա տողատակերում, որովհետև ես էլ հենց այդքանին եմ ծանոթ, ճիշտ չի լինի վերացական մեկնաբանություն տալ այդ ամեն ինչին, բայց բառացի դա նշանակում է, որ մենք պատրաստ ենք կոմպրոմիսի գնալ։ Սակայն կա մի կարևոր նրբություն, այդ կոմպրոմիսը որն է, ինչպիսին է, ինչ կետեր է ներառում, եւ երկրորդը եւ ինչ շատ բաներ է առաջարկում։ Այո, ինչ բաներ է առաջարկում եւ երկրորդ կարևոր խնդիրը որ կա, Իրանը 2 անգամ նստել է բանակցությունների սեղանի շուրջ եւ 2 անգամ այդ բանակցությունների ընթացքը կանխվել, խախտվել է Միացյալ Նահանգների կողմից ռազմական գործողություններով։ Որևէ երաշխիք Իրանի համար այսօր գոյություն չունի։ Հենց հիմա Իրանի ղեկավարությունը հայտարարում է, որևէ երաշխիք գոյություն չունի, որ անգամ այս բանակցությունները ավարտվեն ցանկալի արդյունքով։ Տեսեք, Թրամփը հայտարարում է, որ Միացյալ Նահանգները կպահպանի ռազմական ներկայությունը Իրանի շուրջ, եւ սա հայտարարում է բանակցություններին ընդառաջ, այսինքն զորքը դեռ շարունակում է մնալ տարածաշրջանում մինչև իրական համաձայնագրի լիակատար իրականացումը եւ սպառնում է, որ ավելի ուժեղ հարվածներ կլինեն, եթե հանկարծ բանակցությունները ձախողվեն։ Այսինքն այնքան փխրուն է այս համաձայնագիրը կամ բանակցությունները, որ պետք է լինեն կամ այն խոսակցությունները, որ քննարկումները, որ պետք է տեղի ունենան Իսլամաբադում, որ հաջորդ վայրկյանին կարող է սկսվել պատերազմ կամ շարունակվի պատերազմը ավելի լայն թափով։ Անկասկած այդպիսին է, որովհետև իրանական կողմն էլ է հասկացնել տվել, որ եթե գործողությունները շարունակվում են Լիբանանում, եթե Իսրայելը շարունակում է խախտել Իրանի օդային տարածքը, եթե ռմբակոծվում են իրանական ենթակառուցվածքները, ապա բանակցությունները իմաստ չեն ունենալու։ Չափազանց փխրուն է, ինչպես նշեցի, եւ որևէ վայրկյանի կարող է բանակցությունները դադարեցվեն կամ դրանք շարունակվեն արդյունք չստանան եւ հաջորդ վայրկյանին պատերազմը վերսկսվի տարածաշրջանում։ Սա փաստ է։ Իդեպ Իրանի հաղթանակի մասին հայտարարել է նաև ամերիկացի լրագրող Տակեր Կարլսոնը։ Նա ասում է, որ իրականում Միացյալ Նահանգները պարտություն է կրել, թեև դա ներկայացնում է որպես հաղթանակ։ Եվ նշում է, որ չի հաջողվել ոչ միայն իշխանափոխություն անել, այլև տարածաշրջանում ամերիկյան դիրքերը լուրջ վնաս են կրել, նկատի ունի նաև ռազմաբազաները միանշանակ տարածաշրջանում, որոնք տեղակայված են։ Հիմա այս ամենին բացի Միացյալ Նահանգների ներսում ոչ միայն քաղաքական, այլև մշակութային էլիտան, մեդիա էլիտան բացահայտ դժգոհություն է հայտնում Թրամփի իշխանության կառավարման դեմ։ Մասնավորապես Դենիրոն հաճակավոր դերասան մասնակցում էր ակցիաների ընդդեմ Թրամփի կառավարման, հիմա այսօր խոսում են արդեն Ջորջ Քլունիի մասին, նա եւս իր մասնակցությունն է հայտնել այդ ակցիաներին եւ բացահայտ դժգոհել Թրամփի վարչակազմից։ Սա կարող է ներքին ճնշման գործոնի վերածվել այս մեդիա դաշտի ակտիվացումը։ Բնականաբար տրամաբանորեն ցանկացած հասարակական ակտիվություն այս թեմայի շուրջ կարող է ճնշման վերածվել։
Միացյալ Նահանգների նախագահի դեմ։ Չմոռանանք, որ նա ընտրություններում հաղթեց հիմնականում իր հիմնական խոստումներից մեկի շնորհիվ, նաև որ մեծ ազդեցություն ունեցավ, դա պատերազմներից խուսափել էր։ Նա անընդհատ նշում էր, որ դեմոկրատները մեր երկիրը ներքաշում են անիմաստ պատերազմներում, ես լինելու եմ խաղաղության նախագահ, ես վերջ եմ տալու պատերազմներին։ Փաստը ցույց տվեց, որ ոչ, առնվազն այս դեպքում մեր զրույցի թեմաների շրջանակում Միացյալ Նահանգների ներքաշել է այնպիսի ռազմական գործողությունների մեջ, որը վերածվել է ճահճի իր համար։ Ցանկացած նման ճնշում, որը գալիս է հասարակական մակարդակով եւ մանավանդ դա համալրվում է այսպես կոչված էլիտայի կողմից, լրագրողական, մշակութային, արվեստ, տարբեր ոլորտների էլիտայի կողմից, դա շատ լուրջ խնդիրներ է ստեղծում։ Այսինքն ռեզոնանս կարող է առաջացնել։ Ռեզոնանս կարող է առաջացնել, թե ինչ արդյունք կունենա, որովհետեւ մի բան է հասարակական ճնշումները, մի բան է թե այդ վերնախավը քաղաքական մանավանդ սենատում եւ ներկայացուցիչների պալատում, որոնք որոշիչ դերակատարություն ունեն, նաեւ հենց բուն վարչակազմում, որոնք կարող են խնդիրներ լուծել, դրանք ինչպես կարձագանքեն այդ ամեն ինչին։ Ես կարծում եմ այս ռեզոնանսի հիմնական արդյունքը մենք կտեսնենք, եթե պատերազմական գործողություններ սկսվեն եւ արդյունքը մնա նույնը, եւ մանավանդ նոյեմբեր ամսին կայանալիք ընտրություններում։ Այո։ Առաջիկա ժամերի ընթացքում ինչ կարող ենք ակնկալել, ինչ սպասել։ Ես դեռևս իմ սուբյեկտիվ կարծիքն է, չեմ կարծում, որ առաջիկա ժամերին մենք դեռևս որևէ ռազմական գործողության ականատեսը կլինենք։ Թե Միացյալ Նահանգները, թե Իրանը, իմ կարծիքով փորձելու են զսպվածություն ցուցաբերել, առնվազն առաջին բանակցային ռաունդը, այսպես կոչված, տեղի ունենա։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, կրկնում եմ, որովհետև այս պատերազմական գործողությունները իրենց ընթացքով եւ տրամաբանությամբ ցույց են տվել, որ ցանկացած պահի ցանկացած իրադարձություն, շրջադարձային իրադարձություն կարող է տեղի ունենալ, բայց կարծում եմ կողմերը մինչ առաջին ռաունդը որոշակի զսպվածություն կցուցաբերեն։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Իրանական զարգացումների շուրջ մենք զրուցում էինք իրանական հարցերով փորձագետ Արամ Շահնազարյանի հետ։ Ցտեսություն։